նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե գործին հանցագործի քաղաքապետ լինելը դրանով չի փրկվում։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հագադարձել, որովհետեւ դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց։ Ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը, երրորդ տունը ճանաչում եմ։ Ես դրանց չեմ է ճանաչել, պատահական ծլել են։ Հիմա սպասեք գնայինք, այդպես պատահականները գնան։ Հիմա դրանց պետք է ես հագադարձեմ։ Դրանք հիմա արժե դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պալյանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել, ով են ինչ գոյություն ունին։ Տրվել ձեզ քաղաքապետ դարձրեց Դե Մարտուն Գրիգորյանը։ հիմա դիդավորել հանձնարարական են ստացել, որովհետեւ ինձ շարքից հանեն։ Ես դրանց հետ իրանք ասեն ես պատասխանեմ, բայց այդ հաջողքը ես իրենք չեմ պատճառի, որովհետեւ իրենք այդքան հարկանք չունեն, այդքան քաշ չունեն եւ իրենք այդ քաղաքում 1000 հոկանոց բան են, մարտիկ են ամբողջ այդ pedagogan կառույցները իրանք ձերքին է, իրանք 1500 ձայն ունեն, դիմացը կապրենք կտեսնենք այդ ձայներն էլ որ հավաքել են, այդ ձայներն էլ բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել տվեցին ու ընդրությանը մասնակցեցին, դուք արկա եկեղեցորը տեսել եք, թե որ այդ ձայները իրենց ձայները չի, իրանք սարկած, պդդեցրած, հասկացար, այդ ամեն ինչը կազմակերպված, գումարները բաժանած, տեսակ թե մի մարտում 60000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկարահանել, մեր մոդել այդ փաստերը կա։ Ես այդ ձայները եւ կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարտիկ ընտրեն, այդ թիմը, իր թիմը, իրեն խայտարակում է այդքան բան։ Ապացույցները ինչի նախաքննական մարմին չեն ներկայացնում։ Հա, իրեն խորհուրդ եմ տալիս, որ այդ թիմը իրեն վարկաբեկում է, այդտեղ բան չկա։ Եվ մի բան ասեմ, որ եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ իր այդ տղու անուն ինչ է, գլուխը մեծի անուն ինչ է։ Հա, դրան որ ասենք պատկերացրու ուղարկում են նարկոտինսպանսեր, որ ու ասում են, որ ինքը նարկոման է։ Էդի քնած է սաղվայդի իրանից ասում են դաժե պառնոյը գնաց է թռել է տակը ջուր չի եղել, ինքը ոդն է ջարդել։ Հիմա դրա խոսքերը ես բան ասեմ կամ դա երկու խոսք խոսում է երրորդ ջրումը ոստիկան միլիցիա, դա ու պրիտոմ էլ խոսալու տոնը նա է։ Ահա այսպես է խոսում։ Չգիտեմ էլ դա ինչ տոն է, որտեղից է զորը։ Դրա հայոց չեմ ուզում այդ տղայից խոսած այդ տղեն ծիծաղելի առարգա է կամ են մնացածներն էլ չեմ ուզում ասել, սպասեք, կգա всему свое время։ Հիմա դրանք ով են, որ ես դրանցից խոսեմ, ամոթել է։ Ես իրենց ռեյտինգն եմ բարձրացնում, հերո տարեք դրանք ինձանից։ 2018-ին ԽՊ-ին ոնց որ թե աջակցում եք, չէ՞ 18-ին։ Ես երբեք լսի աղջիկ ջան, լսի, քո ուշկոմիտ կդե բառն է, մերզի Սերժին, չէ՞։ Հիմա դե լսի։ Դե լսի ասեմ։ Հիմա լսի ասեմ, հարց ես տվել, ախր դու հարց ես տալիս ու իմ տեքստը պատասխանում ես, տվել ես դե թող պատասխանեմ։ Հիմա ասեմ, ուրեմն ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը եւ դրա համար Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, հասկացար, նա անցնելու էր, հասկանալի է, նա անցնելու էր, սա ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդը ուզեցել է պրզնել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այդ բոլորը լավ գիտեն, իրանք էլ լավ գիտեն։ Հիմա դրանք վերել ինձ ասել դե գիտեք ինչ կա ՔՊ-ին պաշտպանեցիք, ես արեցիք, այն արեցիք, ես ընդհանրապես ՔՊ-ի վարկագիծը տեսնելով երբեք չեմ իրեն պաշտպանի ու չեմ էլ պաշտպանի եւ իրանք ուրախ են, որ ինձի պես տղեկը դառնան իրանք կառույցին ու մի խոսքով ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը, այդքան բան։ Ոնց որ թե ձեր ապելի նախկինները միացան ձեզ էլի որ Ինչ եղան, սխալվում եք, դուք այդպես ուզում եք, այդպեսի հանձնարարական եք ստանում, որ ձեզ այդպես ասեն, որ ինձ կապեն նախկինների հետ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես նախկինների հետ կապ չունեմ, ուղղակի 4-ի մեջ հարկել եմ Ռոբերտ Քոչարյանին, ուղղակի, թե չէ ես ընդհանրապես նախկինների հետ կապ չունեմ, հետո մենք Երևանյան խաղերին, այս քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես օբյեկտիվ, ուղիղ, ճիշտ խոսող անձնավորություն եմ։ Ինչ իմ սրտից կա, ես դա ասում եմ։